Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների համատեղոթային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի կոմիտեի ղեկավարներին։ Զոհերից 180-ն ըստ պաշտոնական Թեհրանի զոհվել են Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։ Առնվազն 52 մարդ է զոհվել Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով։ Օդային հարվածներից բացի իսրայելական բանակն անցած գիշեր հատել է Լիբանանի հետ սահմանը։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով այդ գործողությունների նպատակը մեջբերում երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերի հնարավոր հրթիռակոծությունը կանխելն է։ Reuters-ի տեղեկություններով Լիբանանի բանակը հետ է քաշվել Իսրայելի հետ սահմանին գտնվող առնվազն 7 հենակետերից։ Это акции, это война, которую сейчас развязали против Ирана. Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծման ուղղված ջանքերը եւ ոչ միայն Իրանում, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այդպիսի խթաններն անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում, այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու մղումով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ միտումներ խթանել, հայտարարել է Լավրովը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով վնասվել է իրանական Նաթանզ քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային օբյեկտներից մեկը։ Այս պահին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա գործակալությունը կարող է հաստատել, որ վնասվել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքը։ Բուն գործարանը հարվածների հետևանքով չի տուժել, պնդում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները։ Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության լրագրողների անվտանգության պլատֆորմի այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ 2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար հանդիսացող անձին ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո, նշված է Մամուլի ազատությունը 2025 թվականին վերնագրված զեկույցում։